Սիրելի ուժեր և եղբայրներ, շատ լավ է, որ մենք Կիրակի օրը կամ Կիրակի օրերը Աստծո տան մեջ ներկա ենք և մասնակից ենք մեր Սուրբ Պատարագին և Տիրոջ օրհնությունն ենք հայցում ոչ միայն մեզ համար, ոչ միայն մեր ընտանիքների, հարազատների, բարեկամների համար, այլ նաև մեր ազգի, մեր ժողովրդի, ինչու չէ նաև համայն աշխարհի խաղաղության և անսասանության համար։ Այսօրվա Սուրբ գրոց թեման Աստված խոսում է մեզ ասելով. Այդ նույն ժամանակ ոմանք եկան և պատմեցին նրան այն գալիլեացիների մասին, որոնց արյունը Պիղատոսը խառնեց իրենց զոհերի արյան հետ։ Նա պատասխանեց և ասաց. կարծում եք, թե այն գալիլեացիները, որոնք այդպիսի պատահարների ենթարկվեցին, ավելի մեղավոր էին, քան բոլոր գալիլեացիները։ Ոչ, ասում եմ ձեզ, սակայն եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք։ Կամ նրանք այն 18 մարդիկ, որոնց վրա Սելովամի աշտարակը փուլ եկավ և սպանեց նրանց, կարծում եք, թե ավելի մեղապարտ էին, քան Երուսաղեմում բնակվող բոլոր մարդիկ։ Ոչ, ասում եմ ձեզ, սակայն եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք։ Սիրելի հավատացյալներ, այստեղ մեր Տերը այսօր, հենց այս պահին, հենց այժմ խոսում է ապաշխարության մասին։ Եթե չապաշխարեք, բոլորդ եք կործանվելու։ Այսօր ապաշխարության կոչն է, որ կոչնակի նման հնչում է ամեն մեկիս հոգում, սրտում, ականջին, մտքում և մեր քայլերը ուղղում է դեպի ապաշխարություն։ Մի օր այստեղ նկարահանում էր, խոսում էի ապաշխարության մասին, հետաքրքիր էր, որ ամբողջ հաղորդման այս նկարահանող այդ տղան, որը խցիկի առջև նկարում էր ինձ, ամբողջ հաղորդումը լսում էր և վերջում ասեցի, գիտես ինչ է ապաշխարություն, ասեց ոչ, ամենաչհասկացված, ամենաթերի հասկացված և քիչ հասկացված բառերից մեկը, եթե ոչ առաջինը, ապաշխարություն բառն է։ Հիմա շատերը կասեն, գիտենք ինչ է ապաշխարությունը։ Շատ լավ, եթե գիտենք, բայց խորքային իմաստով շատ հաճախ ապաշխարություն բառը մենք խորքի մեջ, հենքի մեջ, իմաստի մեջ շատ հաճախ չենք հասկանում։ Երբ որ փողոցում հարցնենք 10 հոգուց, գրեթե զրոյական պատասխան կակնկալենք։ Ինչ է ապաշխարությունը։ Ապաշխարել, ապ և աշխարել։ Օրինակ ապաշնոր բառը կա, չէ՞։ Շնորազուրկ, շնորից զուրկ, անշնորհ մարդ, չէ՞, անշնորհ մեկը, ապաշնոր, ապաշխարել, աշխարհից հեռանալ, աշխարհի մեղքից, տգեղ ցանկություններից, վատ արարքներից հեռու մնալ, քեզ հեռու պահել, վատ արարք կատարելուց, քեզ հեռու պահել, նախանձից, հպարտությունից և այն բացասական բաներից, որ Տերը պատվիրում է մեզ և ասում է, որ ապաշխարեք, այլապես բոլորդ պիտի կործանվեք։ Հետաքրքիր է, եթե չապաշխարենք, բոլորս էլ արժանանալու ենք ինչ-որ մի վատ բանի։ Տերը զգուշացնում է այսօր քեզ, ինձ, բոլորիս։ Հիմա մարդիկ եկան Հիսուսին ասեցին, որ այսպիսի մի վատ բան դեպք է պատահար է եղել, այսպիսի ուրեմն Պիղատոսը մարդկանց սպանել էր, ճնշել էր հեղափոխությունը, հենց տաճարի մեջ այդ գալիլեացիներին սպանելով խառնել էր զոհերի արյան հետ նրանց արյունը։ Սրա մասին Հիսուսին պատմում են, և Հիսուսը ասում է, որ
Հիշում եք այն աշտարակը, որ փուլ եկավ եւ 18 հոգի զոհվեցին։ Նրանք ավելի մեղավոր էին, քան թե դուք։ Ոչ, ասում է։ Հիսուսն ասում է, որ եթե չապաշխարեք, բոլորդ պիտի կործանվեք։ Ինչու չենք ապաշխարում։ Կամ ինչու ենք մատերի արանքով նայում ապաշխարությանը։ Մարդը ասում է ինչու ապաշխարեմ, ինչ է սա։ Տեսեք, երբ որ հիվանդանում է մեր մարմինը, մի վերք է առաջանում, վազքով գնում ենք հիվանդանոց, դիմում ենք բժշկին, որ մեզ ապաքինի, որտեղ ինչ-որ մի վատ բանը, մեր մարմնի հետ ինչ-որ մի բան, հիվանդացել ենք, խոց ունենք և այլն։ Հիմա տեսեք, բժիշկը կարող է բուժել կամ բուժում է, կամ թերի է բուժում, չգիտեմ, լավ վատ բժիշկների մասին չեմ խոսում։ Բուժում է կամ, բայց վերքը մնում է։ Եթե պատրվածք է, կարող է վերքը մնում։ Աստված բուժում է և վերքը, և սպին է բուժում։ Աստված բուժում է ամեն բան։ Ինչու չենք ապաշխարում, որովհետև ապաշխարությունը մեզ համար մեռած բառ է։ Ապաշխարել ինչու համար։ Չեմ ապաշխարելու։ Եվ չեմ ապաշխարելու, որովհետև քայլ առ քայլ պիտի գնամ կործանման։ Հիսուս ասում է, եթե չապաշխարես, պիտի կործանվես։ Հիմա եղավ շատ պատահարներ մեր ժողովրդի հետ, մեր ժողովրդի կյանքում, եղավ երկրաշարժ, եղավ պատերազմ, եղան զոհեր, եղան պատահարեր, երեք այսօր եւ վաղը անկանխատեսելի է մարդու կյանքը։ Մեկ րոպե հետո չես կարող ասել ինչ է լինելու քո հետ։ Աստված գիտի անցյալը, ներկան եւ վաղը։ Հետևաբար ասում է ապաշխարիր, դարձի եք։ Հիմա եթե մեկին մենք վիրավորում ենք, եթե մեր հարազատին բացասաբար ենք անդրադառնում, եւ դրա մասին ինքը իմանում է, եթե ուզում ենք բարեշել, հաշտվել, խաղաղվել նրա հետ, ինչ պիտի անենք, պիտի հատուցենք, պիտի գնանք նրա մոտ, նստենք, խոսենք, զղջանք, ներողություն խնդրենք եւ հատուցենք այդ վնասը, եթե վնաս ենք տվել։ Հիմա առավել եւս Աստված ուզում է, որ մենք խոնարհվենք իր առաջ, պատմենք, որովհետև ամեն հանցանք մեղք, դա ոչ միայն մեզ է վերաբերվում, այլ նաև ուղղված է երկնքին։ Ամեն մեղք խոցում է Աստծուն, վիրավորում է Տիրոջը։ Ապաշխարության դեպքեր մենք կարդում ենք Սուրբ գրքում, ամբողջ Աստվածաշնչում, տեսնում ենք մարդիկ, որոնք դրախտի մեջ Ադամը սայթաքեց։ Կապ չունի դու որ դարում ես ապրում, առաջի դարում ես ապրում, 20-րդ դարում ես ապրում, հարուստ պայմաններում ես ապրում, աղքատ պայմաններում, ընդհանրապես կապ չունի։ Ադամը երանության մեջ, դրախտի մեջ, տեսեք, սայթաքեց։ Բայց ապաշխարողներ կային, որ ծանր պայմաններում, օրինակ Ղովտը ամբողջ քաղաքի մեջ Աստծո մատնացույց արած մարդկանցից մեկն էր։ Ամբողջը մեղքերի մեջ այս քաղաքում, բայց Ղովտը, տեսեք, Ադամը դրախտում սայթաքեց, Ղովտը Սոդոմի մեջ մնաց մաքուր։ Կապ չունի որ դարում ես ապրում, կարևոր չէ ինչ պայմաններում ես ապրում, դու եթե ուզենաս մաքուր մնաս, եթե ցանկանաս Աստծո պատվիրանները պահել, կարող ես պահել։ Այսօր ինչ են ասում մարդիկ։ Այս կյանքում ոնց կարող ենք, ինչպես կարող ենք մաքուր մնալ։ Ինչ ա եղել այս կյանքում։ Երեք ավելի ծանր էր, վաղը չգիտենք ինչ է լինելու, այսօրը տեսնում ենք, այս մատերի արանքով նորից եւ նորից նայում ենք աշխարհին մեր հոգեվիճակին։ Հիմա եթե մեր հոգին հիվանդ է, ուրեմն չենք ապաշխարել։ Տեսած կլինեք, բոլոր կենդանիները գտնում են իրենց խոտը, բուժման խոտը, եւ գնում են օրինակ շները ունեն իրենց բուժման խոտը, հայթայթում են, գտնում են եւ ուտում են եւ բժշկում են։
եթե նրանց մոտ ինչ-որ խնդիրներ առաջացել։ Բոլոր կենդանիները ուրեն իրենց եւ գտնում են իրենց բժշկության ուրեմն եղանակը, ինքնուրույն իրենք բժշկ մարդը ինչ-որ ունի այդ բանը, չափանիշը, ապաշխարությունը, բուժման դեղը, բայց նորից չի գնում եւ չի ուրեմն խնդրում Տիրոջից ապաշխարություն։ Եվ խոցված ոգիներով, խոցված էությամբ, խոցված ներաշխարհով, նեգատիվով մենք չենք կարող ուրեմն չկործանվել, որովհետև Սուրբ Գիրքը ասում է, եթե չապաշխարեք, բոլորը դեռ կործանվելու եք։ Հիմա Հիսուսը քարոզում է Տիրոջով ուրախություն, ինձնով եղեք ուրախ։ Սա արտաքին ուրախության հետ կապ չունի։ Դու կարող ես հոգով, ներսով ուրախ լինել, փառք տալ Տիրոջը եւ այդ ուրախությունը փոխանցել եղբորդ, քրոջը, անհավատին նույնիսկ, բայց հեռացած լինես Տիրոջից։ Այսինքն ապաշխարություն նշանակում է հեռանալ մեղքից, հեռանալ վատ բաներից եւ եկեղեցին իր 7 սրբազան խորհուրդների մեջ 7-ի մեջ դրել է նաեւ ապաշխարության խորհուրդը։ Մենք մկրտությամբ գիտենք, որ ադամական մեղքից մկրտվելով ադամական մեղքից թոթափվում ենք, մաքրվում ենք, բայց ամեն պատարակ ապաշխարության խորհրդի միջոցով նաև պիտի ապաշխարենք մենք հետ մկրտության ուրեմն բոլոր մեղքերը։ Ես ապաշխարությունը նմանեցնում եմ եւ շատ հաճախ եմ այս մասին ասել ջրի եւ օճառի։ Մաքրում ես մարմինը, ձեռքերը, մի տարի մի լվացվի, ինչ կլինի քո ձեռքերի վիճակը, ահավոր, եթե պարբերաբար լվանք մեր ձեռքերը, շատ ավելի այդ մուրը կեղտը հեշտ կմաքրվի եւ սպիներ չի առաջանա, բայց մի տարի եթե մենք մեր ձեռքերը չլվանք, մի տարի հետո չգիտենք ինչ է լինելու, հիվանդանալու ենք ավելի խորը եւ այդպես շարունակ։ Նույնպես եւ հոգին միշտ ուզում է ամեն Կիրակի մենք Տիրոջ առջև ծնկած խոնարհաբար խնդրենք ապաշխարություն եւ հատուցում։ Երբեմն տեսնում ենք մարդիկ, երբ որ ապաշխարում են, ոչ թե իրապես խոստովանվում են իրենց մեղքերը, այլ իրենք Աստծո հետ փոխանակ Աստծուն ներկայացնեն իրենց կատարած մեղքերը մատնացուց են անում այլոց, այս մարդու պատճառով, այն մարդու պատճառով, այս հարևանիս պատճառով, մյուսի պատճառով ընկա հայտնվեցի այս մեղքի մեջ։ Այդ ծիծաղելի է սա։ Եթե դու կանգնած ես Աստծո առջև, պատմիր քո մեղքերը, անկեղծությամբ։ Հիմա թերի ապաշխարությունը լիարժեք ապաշխարություն չէ, սա թերի ապաշխարություն է։ Երբ որ դու փարիսեցիաբար կանգնում ես Տիրոջ առջև եւ ինքն արդարացումներ ես գտնում, իբրև թե Աստված չգիտի քո ներսը, անպայման Աստված հայրում նման տեսնում է ամեն մեկը, ռենտգենի նման տեսնում է ամեն մեկի հոգին։ Եվ այդ խոցերը, այդ մուրը, այդ կեղտը։ Հիմա փոխարեն մենք կանգնենք ճշմարիտ ապաշխարության մեր մեղքերի մասին խոսելով Աստծուն, խնդրենք փողություն, մենք ինքնարդարացում ենք խնդրում։ Այսօրվա կյանքից, այսօրվա ապրուստից, չգիտեմ, այս չկա, այն չկա, որով դրա պատճառով եմ եւ հայտնվել այս բաների մեջ։ Ինքնարդարացմամբ չեն կարող մաքրվել։ Աստված ուզում է անկեղծ ոգիդ բանաս, բացես, պատմես եւ խնդրես թողություն։ Եվ հասկանաս, որ պետք է հատուցում կատարես։ Երկու տեսակ ապաշխարություն կա։ Ապաշխարել արտաքին ձևով, գործնական ապաշխարություն եւ ներքուստ, ներսի ապաշխարություն։ Արտաքին ապաշխարությամբ մենք ծնկաչով կարող ենք երկար աղոթել։ Մենք կարող ենք ողորմած գտնվել մարդկանց նկատմամբ, բարեգործություն անել եւ մարդկանց կարիքները փորձենք հոգալ։ Ներքին ապաշխարությունը շատ ավելի կարևոր է, երբ որ դու պարտքով, աղոթքով թակում ես քո սիրտը եւ Աստծուց խնդրում ես թեթևություն, հանգստություն, որտեղ մեղքը բեռ է իրոք։ Սուրբերից մեկը երբ որ հասել էր մի շատ կատարյալ վիճակի, մարդկանց տեսնում էր իրենց ծանրաբեռնված մեղքերով եւ լացում էր սրանց համար եւ արտասվում էր սրանց համար, որովհետեւ
Մարդիկ այն շատ մեծ բեռների տակ ճկռած, այսպես մեջքները ցավ, բայց քայլում են։ Այսինքն դա մեղքն է, որ մեզ միշտ բեռնավորված մենք չենք կարողանում առաջ գնալ։ Լավագույն ապաշխարությունը մենք տեսնում ենք այս գրքում Փարիսեցու է Մաքսավորի առակը նորից կարդացեք։ Այն Մաքսավորը շատ համեստ մարդ էր եւ խնդրում էր իր մեղքերի թողությունը։ Իսկ Փարիսեցին հպարտությամբ, գոռոզամտությամբ, ինքնահաստատմամբ էր զբաղվել եւ ծիծաղելի վիճակում էր հայտնվել։ Ուրեմն սիրելիներ, ապաշխարությունը դեղ է հոգու, ապաշխարությունը փրկություն է ոչ միայն մեզ համար, այլ նաեւ մեր եղբոր, մեր քրոջ, մեր հարազատի, մեր ազգականի, աշխարհի համար, որովհետեւ աշխարհի վրա բազում փորձություններ գալիս են չապաշխարելու պատճառով։ Չապաշխարելու պատճառով, երբ որ մենք տեսնում ենք մի երևույթ, եթե իմաստությամբ նայենք ինչ-որ մի վթար կամ զոհ, ցավոք սրտի ամեն օր լինում է, սա ևս մեզ պիտի արտոնություն տա ապաշխարելու։ Այդ զոհը շատ ավելի մեղավոր չէր, քան դու։ Այն մարդիկ, որ նահատակվեցին, մեղավոր չէին, քան դու։ Երկրաշարժի զոհերը շատ ավելի մեղավոր չէին, քան դու։ Ուրեմն ամեն մեկս ունենք մեր անելիքը ապաշխարելու եւ աշխարհայինից մի փոքր կտրվելու եւ անդրադառնալու մեր հոգեվոր փրկության համար։ Եկեք Տիրոջը խնդրենք մեղքերի թողություն, որովհետեւ մեղքը ծնում է պատիժ։ Տերը ասում է, որ չապաշխարած մեղքի համար պատժվելու ես։ Բոլորս ունենք մեղքեր, բոլորս գիտեն ունենք մեր այսպիսի մի արտահայտություն է արել նորից հիշեմ մեր երջանկա հիշատակ Գարեգին առաջին հայրապետին, որ ասում էր հետևյալը, որ հայրերից էր ինքն էլ վերցրել, մեղք գործելը մարդկային է։ Մեղքից մաքրվել է աստվածային է եւ հետեւաբար մտածենք աստվածային լինելու մասին, որովհետեւ բնական է մենք մեղք գործելու ենք, բնական է սա։ Մեղքի մեջ մնալը շատ ավելի կարևոր է, քան թե մեղք գործելը։ Շատ ավելի կարևոր է պարկած վիճակից կանգնելը, քան մնալ այդ ցեխերի մեջ։ Կանգնիր, մաքրվիր եւ քայլիր առջև։ Աստված միշտ բժշկում է քեզ։ Միշտ է բժշկում, եթե դու այդ ցանկությունը, այդ խնդրանքը, այդ հոգեվիճակը ունես եւ քայլում ես Տիրոջ օրենքների եւ ապաշխարության ճանապարհով։ Ուրեմն սա մշտական խորհուրդ է ամբողջ մեր կյանքի ընթացքում։ Ինչքան Աստված կյանք տա, այնքան պիտի ապաշխարենք, որովհետև ապաշխարությամբ առողջացնում ենք, ապաքինում ենք Աստծով մեր հոգևոր կյանքը։ Տիրոջ խաղաղությունը, սերը, ապաշխարություն բոլորիս